ազատ եւ արդար ընտրությունները կարող են լինել միայն առանց Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության։ Հանրապետական կուսակցությունը չարաշահել է վարչական ռեսուրսները, մի ձեռքում կենտրոնացրել է վարչական բոլոր հնարավորությունները եւ խախտել է ընտրական օրենսգիրքը, որը ունի շարունակական բնույթ եւ էական ազդեցություն ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա։ Սա համակարգ է, սա ոչ թե առանձին որևէ դպրոցի տնօրենի գործունեություն է, այլ սա համակարգված է եղել, այսինքն եւ պետական կառավարման մարմիններ եւ ուժային կառույցներ, որոնք այսպիսի ծավալը ուղղակի չնկատել չէին կարող։ Եկել է ճշմարտության պահը, երբ մենք կիմանանք այդ դիմումով հանդերձ թե ով է, ովքեր են այն քաղաքական ուժերը եւ կուսակցությունները, որոնք փորձում են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից եւ բայց ոչ մի քայլ չեն ցանկանում կատարել ազատ եւ արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ։ Սադրանք է թե սադրանք չէ, դա այն միակ հնարքն էր, ըստ էության օրինական հնարքը, որով կարելի էր փաստագրել վարչական ռեսուրսի չարաշահումը, որը տեղի է ունեցել աշխատանքի ժամերին եւ չկար ըստ էության որևիցե մեկը, որ հերքեր այդ հեռախոսազանգերին, որ ասել իրենք նման գործողությամբ չեն զբաղվում։ Չկար մեկոնե մեկը։ Ավելին, մինչև հիմա որևիցե փաստարկ Հայաստանի Հանրապետական կուսակցության, անձամբ Սերժ Սարգսյանի, կողմից չի ներկայացվել, որ իրենք չեն չարաշահում վարչական ռեսուրսները։ Միամիտ չենք ասենք, թե որ գիտեք մեծ ակնկալիքներ ունենք կամ բան, բայց խոսքը պետք է հրապարակայնացվի, խոսքը պետք է հիմնավոր ներկայացվի։ Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցեց այս ընտրություններին, ապա արդեն իսկ ընտրությունները ազատ եւ արդար լինել չեն կարող, որովհետեւ վարչական ռեսուրսների շարունակական խախտումներ թույլ տված կուսակցությունը պետք է հեռացվի, այսինքն ինքը արդեն իսկ չհեռացվելը հանդիսանում է ազատ եւ արդար ընտրությունների խախտում։